Եվ այսպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի նահանջելու, ետքայլ չի հանելու Հայաստանի հետ հարաբերություններում եւ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչի մասին շատ լավ գիտի, շատ լավ հասկանում է։ Հարգելի հեռուստադիտողներ, ամբողջ իշխանական քարոզչական մեքենան պատմում է այն մասին, թե ինչ հիանալի ապագա է մեզ սպասում միայն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու Եվրամիության ընտանիքի գագաթաժողովը, ինչպես նաև առաջին Հայաստան-Եվրամիություն գագաթաժողովը, որը Հայաստանի կողմից ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, հետաքրքիր մի այսպիսի ձևակերպում նաև աչքովս ընկավ, որ եթե Եվրամիությունը չի գալիս, եթե Հայաստանը չի գնում Եվրամիություն, ապա Հայաստանը Եվրամիությանը բերում է իր տարածք, խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նա Եվրամիությունը կարողացել է բերել Հայաստանի Հանրապետություն։ Հիմա այս ամեն ինչին մենք առանձին կանդրադառնանք, բայց այս ամենի համատեքստում կա եւս մի կարևոր լուր, որը առնվազն այս պահի դրությամբ մեր քննարկման պահին ուղիղ եթերում մենք ձեզ հետ զրուցում ենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները սրա վերաբերյալ հստակ գնահատական չեն տվել։ Արդյոք Հայաստանի Հանրապետություն Եվրամիության գագաթաժողովի, Եվրամիության ընտանիքի գագաթաժողովին մասնակցելու է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս հարցին եկեք մոտենանք մի քանի դիտանկյունից, մի քանի տեսակետից։ Նախ սկսենք ներհայաստանյան իրողություններից, ներհայկական իրողություններից։ Մեր խնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններում, երբ որ իշխանություններին քննադատում են, ինչպես են փորձում բացատրել, թե ինչու է խնդրահարույց ներկայիս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի, բացատրվում է հետևյալով. եթե դու մաքրում ես հանցագործի ձեռքերը, խոսքը վերաբերվում է Թուրքիային, դու իր լեգիտիմություն ես տալիս, լեգիտիմացնում ես քո դեմ նոր ցանկացած ագրեսիան։ Նույնը այստեղ վերաբերվում է նաև Ուկրաինային։ Հարգելի հեռուստադիտողներ, իշխանությունները իհարկե փորձում են սա ջնջել մեր հիշողությունից, բայց ուկրաինական ֆոսֆորային զենքով 44 օրյա պատերազմի ընթացքում, օրինակ Շուշիի մոտակա հատվածում, մոտակա տարածքներում, անտառներում Ադրբեջանը գրոհում էր հայկական դիրքերը, գրոհում էր հայ զինվորներին, հայ սպաներին, եւ եթե դու Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունում ես Ուկրաինայի նախագահին, դու առաջին հերթին լեգիտիմացնում ես իր կողմից Հայաստանի դեմ հետագա ցանկացած բոլոր հանցագործությունները, դու արդեն մաքրել ես իր ձեռքերը այն հանցագործությունից, որը նա արել է 2020 թվականին։ Այս համատեքստում առաջին հերթին մենք պետք է դիտարկենք այն հանգամանքը, թե ինչ հետևանքներ մեզ համար կարող է ունենալ Վլադիմիր Զելենսկու Հայաստան գալը։ Երկրորդ հանգամանքը իհարկե կապված է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմական գործողությունների հետ, քանիցս այս հարցին մենք արդեն անդրադարձել ենք։ Եվրամիության մեր հարգարժան գործընկերները ունեն իրենց շահերը, ունեն իրենց աշխարհաքաղաքական պատկերացումները Եվրասիա մայրցամաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ եւ իրենց պատկերացումների համատեքստում Ուկրաինան դարձել է գործիք, որով իրենք պատերազմում Ռուսաստանի Դաշնության դեմ, եւ երբ որ դու այդ գործիքին Եվրամիության հետ մեկտեղ բերում ես Հայաստանի Հանրապետության տարածք եւ իրենք էլ Հայաստանում գտնվելը օգտագործում են որպես հակառուսական հայտարարություններ իրականացնելու, հակառուսական քաղաքականություն իրականացնելու հնարավորություն, դա կարող է ուղիղ ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա։ Մենք այս ամեն ինչը պետք է հստակ հասկանանք, առավել եւս հասկանանք հետեւյալ համատեքստում, որքան էլ իշխանությունները փորձեն համոզել հակառակը, ոչ տնտեսական առումով, ոչ էներգետիկ առումով, ոչ առավել եւս ռազմական առումով Եվրամիությունը չի կարող Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնությանը։ Ամեն ինչ դեռ մի կողմ ենք դնում, պարզ լոգիստիկայի, ռազմական լոգիստիկայի տեսանկյունից Եվրամիության մեր հարգարժան գործընկերները կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հարգարժան գործընկերները, եթե իսկապես ուզում են Հայաստանի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերեն, որ տարածքով են զենք, զինամթերք, զորք տեղափոխելու Հայաստանի Հանրապետություն, Թուրքիայի տարածքով բացառվում է, Ադրբեջանի տարածքով բացառվում է, Վրաստանի տարածքով, հիշում եք, երբ որ մենք Ֆրանսիայից որոշակի զինամթերք էինք բերել, կա ինչ-որ տեղեկություններ այն մասին, որ դա միանգամից այսպես ասած չհասավ Հայաստանի Հանրապետության տարածք, միանգամից չհասավ, իսկ հիմա պատկերացրեք, եթե պատերազմական գործողություններ կրկին տեղի ունենան պատերազմական գործողություններ, արդյոք Թուրքիան կամ Ադրբեջանը չունեն ճնշման գործիքներ Վրաստանի դեմ, որպեսզի առնվազն դանդաղեցնեն զենքի զինամթերքի մատակարարումը Հայաստանի Հանրապետության տարածք եւ մնաց Իրանը։ Դուք ինչ եք կարծում, Իրանի դեմ է սանձազերծած պատերազմական գործողություններից հետո պաշտոնական Թեհրանը ինչպես է վերաբերվելու նրան, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզենան իրենց
տարածքով Հայաստանի Հանրապետություն ինչ որ զենք, զինամթերք տեղափոխեն կամ զորք, եթե նույնիսկ մենք պատկերացնում ենք, որ ամերիկացիները ուզում են մեզ այս տեսակ աջակցություն ցուցաբերել, հետեւաբար մենք պետք է արձանագրենք ոչ ռազմական առումով, ոչ տնտեսական առումով Եվրամիությունը չի կարող փոխարինել Ռուսաստանի Դաշնությանը։ Իսկ հիմա գալիս ենք հայ-ռուսական հարաբերություններին։ Նույնիսկ եթե Վլադիմիր Զելենսկին չգա Հայաստանի Հանրապետություն չմասնակցի Եվրամիության գագաթաժողովին, մի իրավիճակում, երբ որ Եվրամիությունը հանդիսանում է Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների դե ֆակտո թիվ 1 հովանավորը, այս ամեն ինչը ազդելու է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններին։ Եվրամիության ներկայացուցիչների այս տեսակ մեծ այցը Հայաստանի Հանրապետություն եւ ամրագրումը նրան, որ մենք ձգտում ենք դեպի Եվրամիություն։ Ճիշտ է, այդ ձգտելը վերջում կարող է հանգեցնել թուրքական աշխարհին միանալը, բայց նույնիսկ ձգտման արձանագրումը կարող է քեզ համար խնդիրներ ստեղծել, կարող է քեզ համար տնտեսական նաև խնդիրներ ստեղծել, ավելի նաև դատելով այն հայտարարություններից, որոնք գալիս են Ռուսաստանից, Վլադիմիր Պուտինից մինչև Ալեքսեյ Ավերչուկ եւ գործողություններից, որոնք իրականացնում են Ռուսաստանի Դաշնության իշխանությունները, թարմ տեղեկությունը ամենավորն է, որ հայկական հանքային ջրերի գործարաններից մեկի արտադրությունը այլևս Ռուսաստանի Դաշնությունում չի վաճառվելու 380,000 շիշ Ռուսաստանում չի վաճառվելու։ Սա ուղիղ հետևանք է նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Հայաստանի Հանրապետության հասարակությանը, հայերին արձանագրել կամ հայերին հասկացնել, որ այս ֆորմատով հայ-ռուսական հարաբերությունները իրենք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար եւ վտանգ են ներկայացնում նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ գալով մեր զրույցի վերջին, տեսեք, երբ որ սկսեց պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, երբ որ նախապատերազմական փուլն էր, հիշում եք Արարատ Միրզոյանը, երբ որ մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը, Թրիպին վերաբերվող եւս փաստաթղթերի մի փաթեթ հրապարակվեց, ինչ էինք մենք այն ժամանակ ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իհարկե աշխարհի թիվ 1 գերտերությունն է, սրա վերաբերյալ տարակարծություններ չեն կարող լինել, բայց խնդիրը կայանում է հետևյալում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հարևանն է, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեզ առնվազն օվկիանոսն է տարանջատում։ Նույնը հիմա վերաբերվում է Ռուսաստանին եւ Եվրամիությանը։ Կայա Կալասը ինքը կարող է գալ Հայաստանի Հանրապետություն, Էմանուել Մակրոնը կարող է գալ Հայաստանի Հանրապետություն, նույնիսկ Կանադայի վարչապետը կարող է գալ Հայաստանի Հանրապետություն, բայց իրենք գալու են, իրենց հայտարարությունները անեն, գնան, մենք մնալու ենք մեր տարածաշրջանում, մենք մնալու ենք մեր հարևաններով շրջապատված, մենք մնալու ենք մեր լոգիստիկ խնդիրներով եւ ստեղծվելու է հետեւյալ իրավիճակը։ Իրենք գալու են, հայտարարություններ են անելու, այդ հայտարարություններից հետո վատթարանալու են հայ-ռուսական հարաբերությունները, ինչը Ադրբեջանի ընկալմամբ կարող է լինել հնարավորություն կյանքի կոչել իրենց ծրագիրը, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, եւ այստեղ արդեն ամեն մի քաղաքացի ինքը իր համար պետք է մի քանի հարցի պատասխանի։ Եթե Ադրբեջանը սկսի իրականացնել Արևմտյան Ադրբեջան նախագիծը, մի իրավիճակում է, որ մենք զրոյացրել ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրամիությունը մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու է թե ոչ, եւ երկրորդ հարցը, որով էլ ամփոփում ենք մեր այսօրվա զրույցը, իսկ Կայա Կալասը ի աջակցություն տարածաշրջանային նոր իրողությունների պատրաստվում է ստանալ Արևմտյան Ադրբեջանի քաղաքացիություն, թե իրենք պարզապես գալու են իրավիճակը սրեն հայտարարություններով, թողնեն գնան, մտածեք այդ մասին։